Ողջույն բոլորին, այս տեսանյութում ապրիլ ամսվա հրեշտակային ժամերն են։ Ամեն օրն իր ուրույն հնարավորություններն է բերում աճի և զարգացման համար։ Օգտագործեք ձեր հրեշտակների ժամերը, ձեր պահապան հրեշտակների աջակցությամբ ապրիլը դարձրեք ամենալավ ամիսը և փոփոխություններ բերեք ձեր կյանք։ Եվ այսպիսով, ապրիլի 1-ին կատակներն ու զվարճանքը խորհրդանշող այս օրը ժամը 11:50 րոպեից մինչև 12:40 րոպեն խնդրեք ձեր պահապան հրեշտակին օգնել ձեզ ուրախություն գտնել ամենափոքր բաներում։ Ապրիլի 2-ին այս օրը լավ է խորը մտորումների և մեդիտացիայի համար։ Ժամը 11:45 րոպեից մինչև 12:30 րոպեն խնդրեք հրեշտակին ներդաշնակություն գտնել ձեր հոգու և մարմնի միջև։ Ապրիլի 3-ին ժամը 09:13 րոպեից մինչև 10:05 րոպեն ձեր հրեշտակին օգնություն խնդրեք սիրելիի հետ կապն ամրապնդելու համար։ Ապրիլի 4-ին ժամը 12:30 րոպեից մինչև 13:15 րոպեն ձեր պահապան հրեշտակից օգնություն խնդրեք առողջության հարցերում։ Խնդրեք առողջություն և ֆիզիկապես, և ֆիզիկական, և մտավոր։ Ապրիլի 5-ին առավոտյան 10:20 րոպեից մինչև 11:10 րոպեն խնդրեք ձեր հրեշտակներին օգնություն կարիերայի առաջխաղացման հնարավորությունների համար, որպեսզի ոգեշնչվեք նոր նախագծերի համար և բացեն դռները, որոնք որ փակ էին ձեր առջև։ Ապրիլի 6-ին սա իդեալական ժամանակ է ձեր հրեշտակին ստեղծագործական ոգեշնչում խնդրելու համար։ Ժամը 12:05 րոպեից մինչև 12:45 րոպեն օգնություն խնդրեք տաղանդների բացահայտման կամ ստեղծագործական ճգնաժամը հաղթահարելու համար։ Ապրիլի 7-ին ժամը 08:25 րոպեից մինչև 09:10 րոպեն պետք է հրեշտակին խնդրեք օգնել պահպանել կամ վերականգնել հուզական հավասարակշռությունը։ Ապրիլի 8-ին ժամը 9:20 րոպեից մինչև 10:05 րոպեն խնդրեք ձեր հրեշտակին օգնել սոցիալական կապերն ամրապնդելու և ուրիշների հետ շփումը բարելավելու համար։ Ապրիլի 9-ին ժամը 12:12 րոպեից մինչև 12:55 րոպեն կարող եք խնդրել ձեր պահապան հրեշտակին ամրացնել ձեր կամքը և զարգացնել բնավորության դրական գծերը։ Ապրիլի 10-ին, եթե պետք է դժվար որոշումներ կայացնեք, ապա լավ օր է ձեր հրեշտակից պարզություն և իմաստություն խնդրելու համար։ Ձեր հրեշտակին կարող եք դիմել առավոտյան ժամը 07:10 րոպեից մինչև 08:00։ Ապրիլի 11-ին, քանի որ ապրիլը վերածննդի ամիս է, լավ օր է նոր գործերում օգնություն խնդրելու համար։ Աղոթեք ձեր պահապան հրեշտակներին ժամը 09:22 րոպեից մինչև 10:12 րոպեն և հավատացեք նրա աջակցությանը։ Ապրիլի 12-ին օգտագործեք այսօրը հոգևոր լուսավորություն և իմաստություն խնդրելու համար։ Կարող եք աղոթել ձեր հրեշտակներին կամ դիմել ժամը 13:10 րոպեից մինչև 14:02 րոպեն։ Ապրիլի 13-ին այսօրը հիանալի է կյանքում երջանկություն և ուրախություն խնդրելու համար։ Եթե դիմեք ձեր հրեշտակներին ժամը 14:15 րոպեից մինչև 15:05 րոպեն, խնդրեք հրեշտակին գտնել ուրախության աղբյուրներ առօրյա կյանքում և փոքրիկ բաներից հաճույք ստանալու կարողություն։ Ապրիլի 14-ին այսօր առավոտյան ժամը 12:14 րոպեից մինչև ժամը 13:03 րոպեն օգնություն խնդրեք ձեր հրեշտակին ձեր հարաբերություններում ներդաշնակություն ստեղծելու և պահպանելու համար։ Այս խնդրանքը հատկապես տեղին է, երբ ընտանիքում կամ ընկերների հետ կապված դժվարություններ կան։ Ապրիլի 15-ին այսօրը հարմար է ներողություն խնդրելու և ուրիշներին ներելու համար։ Աղոթեք ձեր հրեշտակին ժամը 10:45 րոպեից մինչև 11:32 րոպեն։ Խնդրեք ազատել ձեր սիրտը զայրույթից և վրդովմունքից։ Ապրիլի 16-ին ժամը 15:15 րոպեից մինչև 16:03 րոպեն խնդրեք ձեր պահապան հրեշտակներին ուժեղացնել ձեր ինտուիցիան։ Դա ձեզ կօգնի գտնել շատ արագ այն ինչ որ սխալ է և կօգնի ձեզ
ճիշտ ուղի ընտրել կյանքի դժվարին որոշումներում։ Ապրիլի 17-ին ժամը 13:30-ից մինչև 14:25 խնդրեք հրեշտակին զարգացնել համբերություն և կենսունակություն, ցանկացած խոչընդոտին համառ դիմակայելու և դրանք հաղթահարելու ուղիներ գտնելու համար։ Ապրիլի 18-ին ժամը 15:13-ից մինչև 16:03 հրեշտակից խնդրեք ներքին խաղաղություն և հանգստություն։ Ապրիլի 19-ին ժամը 11:33-ից մինչև 12:22 խնդրեք Պահապան հրեշտակներին, որ ձեզ ուժ և ոգեշնչում տա հաղթահարելու ժամանակավոր խոչընդոտները։ Ապրիլի 20-ին այսօրը կենտրոնացեք ֆիզիկական առողջության և կենսունակության բարձրացման համար աջակցություն խնդրելու վրա։ Խնդրեք ձեր Պահապան հրեշտակներին և անկեղծ խնդրեք ժամը 09:27-ից մինչև 10:14 Ապրիլի 21-ին ժամը 11:12-ից մինչև 12:01 խնդրեք ձեր հրեշտակին պաշտպանել բացասականությունից և չար մարդկանցից։ Ապրիլի 22-ին ժամը 12:14-ից մինչև 13:03 աղոթեք հրեշտակին, որպեսզի ուժ գտնեք կասկածները հաղթահարելու և ցանկալի արդյունքների հասնելու համար։ Ապրիլի 23-ին ժամը 09:12-ից մինչև 10:04 խնդրեք հրեշտակին օգնել ձեզ բացահայտել ներքին ուժի աղբյուրները, ամրապնդել ձեր ինքնավստահությունը և դժվարությունները հաղթահարելու ունակությունը։ Ապրիլի 24-ին ժամը 13:08-ից մինչև 13:57 խնդրեք ձեր հրեշտակին կարիերայի ուղղորդման և աջակցության համար, օգնություն խնդրեք ձեր մասնագիտական ոլորտում աճի և հաջողության հասնելու նոր հնարավորություններ գտնելու համար։ Ապրիլի 25-ին ժամը 11:55-ից մինչև 12:44 խնդրեք ձեր հրեշտակներին տարբեր կարծիքների կամ մշակույթների մարդկանց հետ խաղաղ շփման համար, որպեսզի կարողանաք իրար հետ ճիշտ լեզու գտնել։ Ապրիլի 26-ին օգտագործեք այսօրը ձեր Պահապան հրեշտակին հիվանդությունից պաշտպանվելու համար, խնդրելու համար իհարկե, և աղոթեք ձեր հրեշտակներին ժամը 07:10-ից մինչև 08:02, որպեսզի նա պաշտպանի ձեզ հիվանդություններից։ Ապրիլի 27-ին ժամը 15:15-ից մինչև 16:07 հրեշտակին խնդրում են երիտասարդ սերնդներին նաև պաշտպանելու համար։ Ապրիլի 28-ին ժամը 11:35-ից մինչև 12:22 հրեշտակին խնդրում են հոգևոր խորաթափանցություն, որը կօգնի հասկանալու ձեր դերն այս աշխարհում։ Ապրիլի 29-ին ժամը 13:14-ից մինչև 13:58 խնդրեք ձեր Պահապան հրեշտակներին ոգեշնչել ձեզ դրական ազդեցություն ունենալ ձեր շրջապատում, որպեսզի դուք կարողանաք այնպես վարվել, այնպես խոսել, այնպես շփվել, որ դրական ազդեցություն ունենաք ձեր շրջապատի վրա։ Ապրիլի 30-ին, քանի որ ապրիլը մոտենում է ավարտին, ժամը 11:10-ից մինչև 12:10 խնդրեք իմաստություն, գնահատելու ձեռքբերումներն ու թերությունները, սխալներից դասեր քաղելու և ապագայի համար փոփոխություններ պլանավորելու կարողություն։ Ամենօրյա աղոթքները ձեզ կստիպեն հոգևոր աճի և կյանքում հաջողության հասնելու համար։ Հիշեք, որ յուրաքանչյուր օր տալիս է յուրահատուկ հնարավորություններ և դասեր, և հրեշտակների աջակցությունը միայն մեծացնում է այդ հնարավորությունները։